Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարել է, որ Նաիրիտի վերագործարկումը անարդյունավետ է եւ անիմաստ, եւ նա նշել է, որ կառավարությունն այդքան միջոցներ չունի, փոխարենը պատրաստ է սառեցնել վարկերը եւ պարտքերը, եթե ներդրողներ գտնվեն։ Ինձ զարմացնում է նախ մի բան. վարչապետ, նախարար իրանք իրենց ասած ընդհանրապես համաձայնեցնում են իրար հետ, որովհետեւ մեկ ամիս առաջ նախարարը ազգային ժողովում հայտարարությամբ հանդես եկավ, որ ավելի հարմար է, նպատակահարմար է աշխատեցնելը, քան լուծարելը։ Ու հանկարծ մեկ ամիս հետո վարչապետը այլ հայտարարությամբ հանդես գալիս։ Ինչն է փոխվում այդ մի ամսում եւ ինչու հանկարծ աշխատեցնելու հետ կապված հարցը փոխվում է, ասենք լուծարումով։ Նա նշել էր, որ հաշվի առնելով նաև համաշխարհային բանկի տեսակետը այդպիսի եզրակացության են եկել մասնագետների տեսակետը։ Այս մասով ինչ կասեք, նաև պարբերաբար նշում եք, որ համաշխարհային բանկը երկու այլ եզրակացություն եւս ունեցել է։ Իհարկե, բազմիցս այդ մասին խոսվել է, այո, համաշխարհային բանկը Ջակոբսին է դիմել, Ջակոբսի ներկայացուցիչն արել այդ աուդիտը, ինչը արել է դրանից առաջ երկու անգամ արել է շատ մանրակրկիտ ձևով, նպատակահարմար գտել գործարանը աշխատեցնել ու հանկարծ այս երրորդ անգամ Ջակոբսի մի հոգի ներկայացուցիչ եկել է ընդհանրապես գրասենյակում նստելով նման եզրակացության է հանգել, ինչին հետևում է այդ ենթադրությունը, որ ուրեմն դա պատվիրված է։ Մենք գիտեինք, որ աուդիտի արդյունքը լինելու է այսպիսին, այսինքն համաշխարհային բանկի պատվիրած աուդիտը բացասական պատասխան է տալու Նաիրիտի աշխատանքին։ Իսկ ինձ շատ զարմացնում է, թե ինչու մեր մասնագետների ասածը իրենք չեն ընդունում հիմք, այլ հիմք են ընդունում համաշխարհային բանկի կողմից պատվիրված աուդիտը։ Մեր մասնագետները միշտ պնդում են, որ Նաիրիտ գործարանը կարող է աշխատել 55-ից 60 միլիոն դոլար ներդրումով եւ մենք հնարավորություն ունենք, մենք գիտենք, որ մենք ունենք այդ հնարավորությունը Նաիրիտը աշխատեցնելու։ Ներդրողները իրենք պիտի գտնվեն, թե ներդրումների համար պետք է համապատասխան միջավայր ստեղծել եւ նաեւ առաջարկություններով հանդես գալ։ Խնդիրը հետեւյալն է. երբ մենք ասում ենք, որ Նաիրիտը պիտի վերագործարկվի, ի սկզբանե մենք նկատի չունեինք, որ պետությունը այ հիմա կվերցնի ու, չգիտեմ, 100 միլիոն դոլար կներդնի ու Նաիրիտը կսկսի գործել։ Թեև ես բազմաթիվ անգամներ նշել եմ եւ այս անգամ էլ չեմ խուսափի հիշեցնելուց, որ պատերազմի ամենաթեժ տարիներին Նաիրիտը վերագործարկվել է, աշխատել է օգուտով, մարդիկ իրենց բնակարաններում առանց լույսի, գազի ու ջրի նստել են, Նաիրիտում ապահովվել է ջուր, գազ եւ հոսանք, որպեսզի Նաիրիտը աշխատի։ Այսինքն ակնհայտ է, որ Նաիրիտի աշխատելու համար նախ եւ առաջ պետք է քաղաքական կամք։ Ինչը տեսնում եմ, որ այս իշխանությունները պարզապես չունեն։ Սա քաղաքական որոշում է։ Մենք անընդհատ, երբ որ անդրադառնում էինք աշխատավարձերի վճարմանը, Նաիրիտի աշխատեցմանը, ասում էին հարցը մի քաղաքականացրեք, որովհետև սա զուտ տնտեսական հարց է, բարոյական հարթություն մի տարեք եւ այլն։ Իրականում դա քաղաքական հարց է, ոչ միայն տնտեսական։ Ճիշտ քաղաքականությունն է բերում ճիշտ տնտեսության եւ տնտեսության զարգացման։ Եվ բարոյական հարթությունում ընդհանրապես եթե դիտարկենք այս հարցը, ուրեմն Նաիրիտը փակել է մեծագույն անբարոյականություն է։ Նաիրիտից կախված է մեր տնտեսության շատ մեծ մասը, այսինքն ոչ թե կախված է, հա, մենք կարող ենք այսպես շարունակել հյութերի, պանրի գործարաններ բացել, խաղասրահներ բացել, սպասարկման ոլորտի տարբեր կազմակերպություններ բացել եւ դրանով նշել, թե մենք տնտեսություն ենք զարգացնում։ Այդ դեպքում մենք հայտնվում ենք երրորդական, չորրորդական պետությունների կարգում, որոնք պարզապես սպասարկման ոլորտով փորձում են իրենց երկրում ինչ-ինչ հնարավորություններ ապահովել։ Հայաստանը այդ երկիրը չի եղել։ Ամբողջ սովետական միությունը հարմար է գտել, որպեսզի Նաիրիտը գործի Հայաստանում, որտեղ Նաիրիտի գործման համար եղել են նախապայմաններ, նախ եւ առաջ կադրային ռեսուրսը, նախ եւ առաջ ուղեղային ռեսուրսը, հա, ակնհայտ է, որ Հայաստանում գիտական մակարդակը քիմիայի ոլորտում շատ բարձր որակների վրա է եղել միշտ։ Ինչու քաղաքական կամքը չկա, հարցը բոլորին եմ ուղղում։ Գիտեք ինչ, քաղաքական կամքը այդ հարցերի կառավարությանը պիտի ուղղեք։ Ես ենթադրում եմ, որ Նաիրիտը աշխատեցնելու համար նախ եւ առաջ պիտի Նաիրիտի
ներքին խնդիրները լուծել, հասկանալ Նայիրիտում ինչ կատարվեց, ինչ է կատարվել մինչև հիմա, ինչու 2000 թվականին հսկայական գիտարտադրական միավորումը բաժանվեց 3 մասի, 2 մասը փոշիացվեց ամբողջությամբ, հիմա անցել են 3-րդ մասը փոշիացնելու, արդյոք դա միայն մեր իշխողների, այսպես ասեմ, քաղաքական կամքներ, թե դրսի ազդեցությունները, այսինքն այս բոլորը պիտի վերլուծվի հասկանալու համար, թե Նայիրիտը ինչ ճակատագիր պիտի ունենա, իսկ մեր իշխանությունները դա չեն ուզում անել, ակնհայտ է, որ վերջի 8 տարվա լուրջ խնդիրները պայմանավորված են Նայիրիտում եղած չարաշահումներով, $180 միլիոն Նայիրիտի անունով դուրս է եկել համապատասխան բանկից եւ ինչպիսի ծախսեր են եղել, հա, ինչ ծախսային թվեր կարելի են ցույց տալ, այդ բոլորը այսօր չի արվում։ Դուք գիտեք, դրա մեջ մեղադրվում են մի շարք մարդիկ, ընդհանուր ամենաբարձր պաշտոններ կրողները, վարչապետ Տիգրան Սարգսյան, որը այսօր այստեղ չէ, նախարար Արմեն Մովսիսյան, որը այստեղ է, բայց ընդհատակում է ընդհանրապես Նայիրիտին երբեք չի անդրադառնում, այս ամբողջ մեղադրանքներից հետո մարդը չի կես բերան բարձրաձայնում, որ եղել են այս հնարավորությունները, եղել են այս ծախսերը, հա, նույն Նայիրիտի տնօրենը Վահան Մելքոնյան, որ նույնպես լռում է, փոխանակ այս ամեն ինչի մեջ ինչ-որ խնդիր դնելու, բացահայտելու, այդ ամեն ինչը մաքրելու, որպեսզի Նայիրիտն մաքուր կարողանա ինչ-որ մեկը վերցնի, պարզ չի, որ դրսի ներդրողն էլ, ով որ կուզենա ներդրումներ անել, ինքը խնդիր է ունենալու Նայիրիտի հետ։ Կարծում եմ, որ այն կառավարությունը, որը կլուծարի, կընդունի Նայիրիտի լուծարման հրամանը կտա, որոշումը կտա, այդ կառավարությունը հայ ազգի համար կդառնա դավաճանների կառավարություն, որովհետև Նայիրիտը մենակ նայիրիցիների տեղերով, աշխատատեղերով չի պայմանավորված, Նայիրիտի աշխատելով պայմանավորված է Հայաստանի տնտեսության զարգացում, Նայիրիտի աշխատելով կաշխատի, եթե ուզենան իհարկե, կաշխատի մեր ավտոդողերի գործարանը, կաշխատի մեր կաբելի գործարանը եւ մյուս գործարանները եւ արտոնաբերությունը կսկսի զարգանալ։ Դրա համար Նայիրիտի վերագործարկումը ոչ թե պետք է, այլ անհրաժեշտ է Նայիրիտը վերագործարկել եւ ես դիմում եմ կառավարությանը, որ իրանք մեկ անգամ եւս վերանայեն իրենց որոշումը եւ մտածեն, որ Նայիրիտին պետք է շատ մեծ իրավունքներ տալ եւ Նայիրիտի աշխատելուց հետո, Նայիրիտի վերագործարկելուց հետո Նայիրիտը պետք է լինի Հայաստանի նախագահի վերահսկողության արդյունքում, որ այն ինչ կատարվեց Նայիրիտում նորից չկատարվի, այն չարաշահումները, որոնք տեղի ունեցան, որ բերվեցին վարկեր ու փոշիացան, այդպիսի բան տեղի չունենա եւ Նայիրիտը աշխատի շահույթով։ Մի 2 տարի հետո Նայիրիտը Հայաստանը կպահի արդեն։ Պետք է հիմա մենք կարողանանք Նայիրիտին պահել, որպեսզի Նայիրիտն էլ Հայաստանին պահի։ Վարչապետի հայտարարությունը այնքան վիրավորական է, անիմաստ եւ անարդյունավետ է Նայիրիտի վերագործարկումը, որ ես ուղղակի ուզում եմ հիշեցնել իրանց, թե ինչքան անարդյունավետ ու անիմաստ եղել իրանց ամբողջ կառավարման ընթացքը այս երկրի համար։ Այ իրանք որ հեռանան, արդյունավետ կառավարողները կգան, իմաստով կկառավարեն, Նայիրիտի իմաստն ու արդյունավետությունն էլ շատ լավ կպատկերացնեն ու կհասկանան եւ ներդրողին կներկայացնեն։ Երբ երկրի տնտեսության ղեկավարը հայտարարում է, որ անարդյունավետ ու անիմաստ է վերագործարկելը, բայց եթե ներդրողներ կան, ուրեմն մենք էլ զիջումներ կանենք, այդ դեպքում ինքը ուղղակի մեսեջ է ուղարկում այդ ներդրողին, որ անարդյունավետ ու անիմաստ է, ինչի է գալիս։ Այսինքն իրենք կանխակալ կարծիք ունեն, բայց այսպես փորձում են ինչ-որ բան մեղմել։ Այդ նույն կանխակալ կարծիքը կարծում եմ նաև նախարարը ուներ, որն ասում էր, որ ճիշտ է անարդյունավետ է վերագործարկելը, բայց սնանկացնելն էլ կարծես թե ավելի թանկ կարող է նստել եւ վերացնելը Նայիրիտը նույնպես ավելի թե, այսինքն իրենք եւ Նալին են խփում եւ Մեխին են խփում, Նալին ավելի ուժեղ խփելով, անարդյունավետ է, անիմաստ է։ Իրենք որևէ միջոց չեն թողնում։ Այն կառավարությունը, որը ուզում է, որ Նայիրիտը աշխատի, իրականում ցանկություն ունի, որ Նայիրիտը աշխատի, ինքը կկազմի ծրագիր, ինքը կդիմի ամբողջ աշխարհին, ինքը կփորձի ներկայացնել Նայիրիտի արդյունավետությունը, Նայիրիտի հնարավորությունները, Նայիրիտի եզակիությունը, եւ նա չի սխալվի դրանում, չէ՞։ Նայիրիտը եզակի կառույց է ի վերջո։ Աշխարհում 5-ից 1-ը։ Դուք ուզում եք, որ աշխարհում մնա 4-ը։
Փաստորեն նրանք ովքեր դա ուզում են, դա այն 4-ը կարող են ուզել, որ Նայիրիտը չլինի, եւ այդ 4-ի կամքը այսօր կատարում է մեր կառավարությունը։ Ես չեմ հասկանում, դա մեր կառավարությունն է, թե օտար երկրի շպիոններ։ Նայրիցիները իրենց պայքարով ամեն ինչ կանեն, որպեսզի մեր ղեկավարությունը կարողանա ճիշտ որոշում կայացնել, որովհետև եթե հիմա տատանվում է ինքը վերագործարկել, չվերագործարկել, լուծարել այդ հարցերի մեջ, անպայման նայրիցներով մենք կօգնենք իրենց ճիշտ որոշում կայացնելու։